находиться вместе с вами сегодня и поделиться тем, что есть в моем сердце. Օրհնված եմ, որ ձեր մեջ եմ այսօր եւ կիսվելու եմ այն, ինչ որ Աստված դրել է իմ սրտի մեջ։ Знаете, будучи сам служителем, я всегда переживаю перед каждым собранием, чтобы люди, которые приходят на собрание, они получили много. Ես լինելով ծառայող միշտ անհանգստանում եմ, որպեսզի մատուցեմ այն, ինչ որ Աստված ա դրել, որ եկողները օրհնվեն։ И будет большой потерей просидеть здесь 2 часа и уйти, ничего не получить. Եվ մեծ կորուստ կլինի 2 ժամ նստել այստեղ եւ գնալ ոչինչ չստանալով։ Я верю, что вы уже много получили через пение, поклонение чудесное. Հավատում եմ, որ արդեն ահագին բան ստացել եք այս երկեցողության, երկրպագության միջոցով։ Через те наставления, которые пастор сказал в призывном слове. Այն ուսուցումների միջոցով, որ Հովիվը ասաց զոհաբերության խոսքի ժամանակ։ Бог делает всегда больше. Аминь. Բայց Աստված միշտ ավելին է անում, ամեն։ И он никогда не повторяется, он делает все новое и новое. Եվ նա երբեք չի կրկնվում, այլ мիշտ նորն է անում։ Слово говорит, что царство его, оно внутри нас есть. Խոսքն ասում է, որ նրա թագավորությունը մեր մեջ է։ И это праведность, Եվ դա արդարությունն է, мир и радость во Святом. խաղաղությունը եւ ուրախությունը Սուրբ Հոգու մեջ։ Мы просто не можем быть нерадостными, сознавая, что все наше прошлое он привел в порядок. Մենք ուղղակի չենք կարող ուրախ չլինել, եթե գիտակցենք, որ մեր ամբողջ անցյալը նա կարգ ու կանոնի է վերածել, կարգավորել է։ Как много было ужасных вещей, о которых мы даже не хотим вспоминать. Որքան վատ բաներ են եղել, որոնց մասին մենք չենք էլ ուզում հիշել անգամ։ И он сказал, что он их истребил. Եվ նա ասում է, որ ես ջնջեցի, կործանեցի։ Он не отправил их в архив. Նա արխիվ չուղարկեց դրանք։ Он уничтожил их. Նա ուղղակի կործանեց դրանք։ Никто и никогда не сможет тебя упрекнуть. Ոչ ոք եւ երբևէ չի կարող քեզ дրանց համար հանդիմանել։ Твою прошлую жизнь. Քո անցյալ կյանքի համար։ Он взял все это на себя. Նա այդ ամենը իր վրա վերցրեց И он провозгласил, что ты праведный. եւ հրճակեց քեզ արդար։ И не просто праведный, ты еще и оправданный. Եվ ոչ միայն արդար, այլ նաեւ արդարացված։ То есть в глазах Бога ты никогда не грешил. Այսինքն Աստծո աչքերում դու երբեք մեղք չես գործել։ Мы думаем, мы даже помним некоторые вещи. Կարծում եմ, որ մենք հիշում ենք մեր գործած Бог որոշ говорит, բաներ, пред моим лицом мне этого не существует. բայց Աստված ասում է իմ աչքի առաջ դրանք գոյություն չունեն։ Он дал нам свой мир. Նա իր խաղաղությունն է տվել մեզ։ Он говорит, мир мой даю вам, мир, которого в мире не существует. Նա ասում է իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, այն խաղաղությունը, որ աշխարհը չունի։ Этот мир пришел Духом Святым в твое и мое сердце. Եվ այդ խաղաղությունը Սուրբ Հոգու միջոցով է եկել մեր սրտերի մեջ։ Не пастор и не церковь свидетельствует тебе, что ты дочь Божья или сын Божий. Это сам Бог свидетельствует тебе. Дух Божий свидетельствует Духу нашему. Ոչ թե հովիվը կամ եկեղեցին են վկայում, որ դու Աստծո զավակ ես, այլ Սուրբ Հոգին, որ քո մեջ է, նա է վկայում, որ դու Աստծո զավակն ես։ Аминь. Ամեն։ И наше настоящее Он держит в своих руках. Եվ մեր ներկան нրա ձեռքերի մեջ է։ И наше будущее им приготовлено. Եվ մեր ապագան նրանով է պատրաստված։ Много людей, которые не знают, как они будут жить завтра. Շատ մարդիկ կան, որ չգիտեն վաղն ինչպես են ապրելու, Какое у них будет здоровье, что они ինչպիսին будут է кушать. լինելու իրենց առողջությունը, ինչ են ուտելու։ Но мы знаем, не спит и не дремлет наш Бог. Եվ բայց մենք գիտենք, որ մեր Աստված քնած չէ։ И Он пытается нам доказать, что мы лучше птиц. Եվ նա ջանք է անում, որ ապացուցի մեզ, որ մենք այդ թռչնակներից լավն ենք։ И дороже цветов на земле. Եվ այդ ծաղիկներից ավելի թանկ ենք իր համար։ Он говорит, любовью вечной. Եվ ասում է, հավիտենական սիրով, Любовью вечной я возлюбил тебя. հավիտենական սիրով ես սիրեցի քեզ։ И поэтому я протягиваю к тебе свое Եվ դրա благоволение. պատճառով ես իմ օրհնությունն եմ, իմ բարեհաճությունն եմ քեզ մեկնում։ С каждым из вас нужно осторожно относиться. Ամեն մեկիդ հետ պետք է զգուշավոր կերպով վարվեմ։ Потому что сам Бог протягивает к вам свое благоволение. Մարդիկ պետք է զգուշավոր լինեն ձեզ հետ, որովհետև հենց ինքը Աստված է իր բարեհաճությունը ձեզ ուղարկել։ Аллилуйя.
Ալելույա։ Как жаль тех, которые пытаются обидеть нас. Ինչ մեղք են նրանք, որ փորձում են մեզ վիրավորել։ Он говорит, касающийся вас, касается зеницы ока моей. Աստված ասում է, որ ձեզ դիպչողը իմ աչքի բիբին է դիպչում։ И это правда. Եվ սա ճշմարիտ է։ И Он дал нам невероятную радость во Святом Духе. Եվ անհավանական մի ուրախություն է Աստված տվել մեզ Սուրբ Հոգու մեջ։ Жизнь во Христе – это жизнь радости, Քրիստոսի մեջ կյանքը դա ուրախության կյանք է, которая имеет мощное основание. որը շատ հզոր մի հիմք ունի, Потому что для нас наше будущее, оно желанное. քանի որ մեզ համար մեր ապագան դա ցանկալի ապագա է։ Когда мы читаем Откровение, какой построен небесный Иерусалим, Երբ կարդում ենք հայտնության գրքում, թե ինչպիսին է երկնային Երուսաղեմի կառուցվածքը, когда мы начинаем с вами на калькуляторе высчитывать, какие длины его стены и какой сам город, եւ երբ հաշվիչի вրա ուղակի հաշվում ենք նրա պարիսպների երկարությունը եւ գիտակցում ենք, պատկերացնում ենք այդ քաղաքի կառուցվածքը, мы пытаемся представить город, который больше 2000 километров в ширину, длину и высоту. փորձում ենք ուղակի պատկերացնել մեր մտքով մի քաղաք, որ 2000 կիլոմետր լայնություն, երկարություն եւ բարձրություն ունի։ И это только немного Иоанн написал об одном городе, о нашей с вами столице. Եվ սա ընդամենը մեր մայրաքաղաքի մասին Հովանեսի գրած մի քանի նախադասություններն են, Художник и строитель, которого является сам Бог. որի ճարտարապետը եւ կառուցողը ինքը Աստված է։ Аллилуйя. Ալելույա, փառք տվեք Տիրոջը։ Это для тебя. Սա քեզ համար է, սա ինձ համար է։ Я думаю, нам всем нравятся какие-то искусные вещи, когда люди специалисты в своем деле. Կարծում եմ, որ մեզ դուր են գալիս, երբ իր գործի վարպետները ինչ որ մի բան են պատրաստում ու սարքում, մենք հիանում ենք, չենք դադարում հիանալուց։ Но на что способен наш Бог? Սակայն պատկերացրեք ինչի է ինչ կարող է անել մեր Աստված։ Вот почему многие святые рвутся туда. Ահա թե ինչու շատ սուրբ մարդիկ ձգտում են ուղակի այնտեղ։ Многие из вас молились за мою семью. Ձեզանից շատերը աղոթել են իմ ընտանիքի համար։ Я искренне благодарен вам. Ես շատ շնորհակալ եմ։ Мы были не раз здесь с женой. Մեկ անգամ չէ որ կնոջս հետ այստեղ ենք եղել։ 4 года мы проходили через эту борьбу, у нее была онкология, болезнь. 4 տարի պայքարել ենք կնոջս հետ միասին նա քաղցկեղով հիվանդ էր На этих днях 4 месяца, как она у Господа. եւ արդեն 4 ամիս է որ նա Տիրոջ մոտ է И однажды я находился на кладбище, եւ մի անգամ երբ այցելեցի գերեզման и я почувствовал, как Бог дал мне понимание, ես ներսում զգացի որ Աստված հասկացրեց ինձ что она победила, и она славит Его. որ նա հաղթող է եւ այժմ փառավորում է Мне Տիրոջը нужно еще пройти, чтобы присоединиться. իսկ ես դեռ ճանապարհ ունեմ անցնելու որ միանամ Я նրան сказал, Господи, я благословлю Тебя во всякое время. եւ ասեցի Տեր ես քեզ օրհնելու եմ ամեն ժամանակ Я люблю Тебя, Господь. ես սիրում եմ քեզ Տեր եւ օրհնում եմ քեզ Տեր ամեն ժամանակ Я не знаю, через что ты проходишь сегодня, Չգիտեմ թե ինչով ես դու անցնում но այսօր, если у тебя настоящие отношения с Ним, բայց եթե Տիրոջ հետ իրապես ճշմարիտ հարաբերություններ Он ունես, достоин того, чтобы благословить Его во всякое время. նա արժան է, որ ամեն ինչում եւ ամեն ժամանակ նրան փառաբանես։ Аллилуйя. Ամեն։ Да, воздадим Ему славу. Եկեք փառք տանք Տիրոջը։ Я хочу сегодня говорить о благословении. Եվ այսօր ուզում եմ հենց օրհնության մասին Вы խոսել։ знаете, в притче 10 главе сказано, что благословение Господне оно обогащает и печали с собой не приносит. Առակաց 10-րդ գլխում գրված է, որ օրհնությունը հարստացնում է եւ իր հետ տրտմություն չի բերում։ Апостол Петр в первом своем послании, он говорит такие слова. Պետրոս Առաքյալը իր առաջին ուղերձի մեջ հետեւյալ խոսքերն է ասում։ Первое послание, 3 глава, Առաջին Պետրոս 3-րդ գլուխ с 9 стиха. 9-րդ խոսքից։ Не воздавайте злом за зло или ругательством за ругательство, но напротив, благословляйте.
зная, что вы к тому призваны, чтобы наследовать благословение. Չարի փոխարեն չար չհատուցանեք կամ բամբասանքի փոխարեն բամբասանք, այլ ընդհակառակը օրհնեցեք գիտենալով, որ իսկ սրա մեջ կանչվեցաք, որ օրհնությունը Вот ժառանգեք։ кто любит жизнь и хочет видеть добрые дни, 10 стих, тот удержи язык свой от зла и уста свои от лукавых речей. Որովհետև ով որ կամենում է կյանք սիրել եւ լավ օրեր տեսնել, թող իր լեզուն չարությունից լուր պահե եւ իր շրթունքները, որ նենգություն չխոսան։ Благословение, Օրհնություն։ что это такое? Ինչ է դա։ Это всегда сверхъестественная помощь. Սա միշտ գերբնական օգնություն է։ Когда мы говорим о божественном благословении, Երբ խոսում ենք աստվածային օրհնության оно մասին, способно радикально изменить любую ситуацию. այն արմատապես կարող է փոխել ցանկացած իրավիճակ։ Есть человеческие благословения. Կան մարդկային օրհնություններ։ Когда мы говорим добрые слова, Երբ ասում ենք բարի խոսքեր, дарим какие-то дары, ինչ որ նվերներ ենք и նվիրում, особенно, когда человек этого не ожидает, եւ հատկապես այն ժամանակ, երբ մարդը չի սպասում դրանք, и мы чувствуем, как нам приятно всегда давать. եւ զգում ենք մեր ներսում, թե ինչքան հաճելի է տալը։ Слово говорит, блажение давать, нежели принимать. Խոսքն ասում է օրհնություն է տալը, երանելի է տալը։ И Господь говорит, благословляйте, да будете сынами Отца вашего Небесного. Եվ խոսքն ասում է օրհնեցեք, որ լինեք ձեր երկնային հոր զավակները։ Мы сидим здесь в этом зале, Եվ ահա նստած ենք մենք смотрим այստեղ, на проповедника, դուք նայում եք քարոզչին, но я хочу сказать, что здесь Он. բայց ուզում եմ ասել, որ նա այստեղ է։ Аминь. Ամեն։ Он находится в этом зале. Տերը այստեղ է։ И Он может благословлять любого из вас, независимо от того, идет проповедь или поклонение. Եվ ձեզանից յուրաքանչյուրին նա կարող է օրհնել անկախ նրանից, թե փառաբանության ժամն է, թե խոսքի, И мы просто не имеем права уйти отсюда такими, какими пришли. եւ մենք պարզապես իրավունք չունենք այստեղից գնալ այնպիսին, ինչպիսին որ եկել ենք։ Мы не хотим просто теснить Иисуса в наших собраниях. Մենք չենք ուզում Հիսուսին նեղացնել մեր Мы хотим ժողովների մեջ։ пробиваться к Нему, как пробивались женщины. Եվ այն կնոջ նման, որ ամբողջի միջով հասավ նրան, այդպես պիտի հասնենք Հիսուսին։ Хотим кричать к Нему, как кричали слепые. Այն կույրերի նման պետք է գոռանք նրան։ И мы знаем, что ко всякому зовущему Ему Он подходил. Եվ գիտենք, որ ամեն նրան կանչողին նա մոտենում էր։ Даже тогда, когда некоторые говорят, замолчите, сейчас не время. Անկամ եթե որոշները ասում են սուս մնացեք, հիմա դրա ժամանակը չէ։ Бог говорит, для меня всегда время. Աստված ասում է իմ համար միշտ ժամանակն է։ Он может исцелить тебя прямо там, где ты находишься. Այդ պատճառով Աստված կարող է քեզ բժշկել հենց այնտեղ, որտեղ դու Ты հիմա можешь կաս։ услышать здесь, в этом собрании, совет, который тебе нужен. Այս ժողովքի մեջ կարող ես լսել այն խորհուրդը, որի կարիքը դու ունես։ Принять решение, простить, Ինչ որ որոշում կայացնել, որ ներես освободиться от какой-то лжи врага. սատանայի թշնամու ինչ որ ստից ազատագրվես, Мы здесь, чтобы получать Его служение. մենք այստեղ ենք, որ նա ծառայի մեզ։ И это тоже благословение. Аминь. Եվ սա նույնպես օրհնություն է։ Ամեն։ Нам нужно быть смелыми. Մենք պետք է խիզախ լինենք։ Нам нужно в любое время, действительно, может быть, внутри себя, но начать обращаться к Нему и просить то, в чем ты нуждаешься. Մենք պետք է սկսենք գուցե մեր ներսում, բայց նրան դիմել եւ խնդրել այն, ինչի կարիքը որ ունենք։ Его всегда радует наша вера. Նրան միշտ ուրախացնում է մեր Его հավատքը։ восторг приводит наше желание пробиться к Нему. Նրան ցնծություն է պատճառում մեր ձգտումը, որ հասնենք իրեն։ Ему нравится, что ты любишь Его. Նրա սիրում է, որ երբ մենք сирում ենք իրեն։ Ему нравится, что ты просишь у Него. Նրան դուր է գալիս, երբ մենք նրանից խնդրում ենք։ Однажды один богатый царь сказал своему другу при казначее, ты можешь брать с казны столько, сколько захочешь. Մի օր մի հարուստ թագավոր իր գանձապահին ասաց, որ գանձարանից կարող ես վերցնել այնքան, որքան որ ցանկանում ես։ И однажды пришел казначей к царю и говорит, послушай, твой друг просит огромную сумму. Գանձապահին ասել էր, որ իր ընկերը կարող է գալ ու վերցնել գանձարանից այնքան, որքան որ ցանկանում է, եւ մի օր գանձապահը գալիս է թագավորի մոտ ու ասում, քո ընկերը շատ մեծ գումար է ուզում։ Я не решился ему сам выдать. Եվ ես որոշեցի, որ հարցնեմ քեզ նոր տամ։
Царь ему сказал: послушай, Իսկ թագավորը պատասխանեց. լսիր ինձ։ прося такую сумму, он тем самым доказывает, что он верит мне. Այդպիսի մեծ գումար պահանջելով իմ ընկերը ապացուցում է, որ հավատացել է իմ խոսքերին։ Мою дружбу и мою к нему любовь. Հավատում է իմ ընկերությանը իր հանդեպ եւ իմ սիրուն իր հանդեպ։ Дай ему и прибавишь. Եվ անմիջապես գնա այդ գումարը հատկացրու իրեն եւ մի բան էլ ավել տուր։ Наш Бог дает всегда то, что мы просим, и больше того. Аминь. Մեր Աստված միշտ տալիս է այն, ինչ խնդրում ենք եւ մի բան էլ ավելի։ Проси у него много. Նրանից շատ խնդրիր։ Бог, который, сказано, любит благословлять. Գրված է, որ Աստված սիրում է օրհնել։ Я верю, что мы благословенны во Христе Иисусе. Եվ հավատում եմ, որ մենք օրհնված ենք Հիսուս Քրիստոսում։ Мы уйдем сегодня еще с большим благословением. Բայց այսօր այստեղից գնալու ենք ել ավելի օրհնված։ Аминь. Ամեն։ Я хочу прочитать из 1 Паралипоменон 4 главы. Առաջին մնացորդաց 4-րդ գլուխ, Пару стихов, 9-10. 9-րդ եւ 10-րդ խոսքերը։ Иовис был знаменитее своих братьев. Мать дала ему имя Иовис, сказав: я родила его с болезнью. И возвал Иовис Богу Израилеву и сказал: «О, если бы ты благословил меня твоим благословением, распространил пределы мои, и рука твоя была со мною, охраняя меня от зла, чтобы я не горевал». И Бог не спаслал ему, чего он просил. Եվ Գաբեսը փառավոր էր իր եղբայրներից, եւ նրա մայրը նրա անունը Գաբես դրավ, ասելով, որ ցավով ծնեցի։ Եվ Գաբեսը կանչեց Իսրայելի Աստծուն ասելով. «Օ, եթե ինձ օրհնեիր եւ իմ սահմանը մեծացնեիր, եւ ձեռքդ ինձ հետ լիներ, եւ ինձ չարից ազատեիր, որ ինձ տրտմություն չլիներ»։ Եվ Աստված բերավ նրա վրա նրա խնդրածը։ Иовис означает печаль Գաբես նշանակում է տրտմություն или скорбь. կամ տխրություն։ Возможно, была тяжелая беременность, Գուցե ծանր հղիություն էր եղել и, может быть, были тяжелые роды. եւ շատ դժվար ծննդաբերություն էր ունեցել И մայրը։ поэтому мать дала ему такое имя, печаль или скорбь. Այդ պատճառով այդպիսի տխրություն կամ տրտմություն անունն էր մայրը նրան տվել։ И хотя он был очень знаменитым человеком, как говорит Библия, Եվ չնայած, ինչպես Աստվածաշունչն է ասում, նա շատ հայտնի մարդ էր, но он чувствовал, что он не может вырваться из этих объятий печали. բայց զգում էր, որ այդ տրտմության գրկից չի կարողանում դուրս փախչել, Потому что имя, оно так много определяет. քանի որ անունը շատ բան է կանխորոշում։ Мы прочитали, что кто хочет видеть добрые дни, удерживая язык свой от зла. Ընթերցեցինք, որ ով ուզում է բարի օրեր տեսնել, թող իր շրթունքները չարություն խոսելուց հետ պահի։ Иногда мы просим Бога, чтобы Бог удержал наш язык. Եվ երբեմն մենք Աստծուն ենք խնդրում, որ ինքը մեր շուրթերն ու լեզուն ինքը պահի։ Бог говорит: я могу это делать. Աստված ասում է, որ կարող եմ դա անել։ Как Захарии я помог. Ինչպես Զաքարիային օգնեցի, И он целый год молчал. եւ նա մի ամբողջ տարի խոսելու ունակությունը կորցրեց, Не говорил ничего правильного. որպեսզի ոչ մի սխալ բան չխոսի։ Я могу помочь и вам. Կարող եմ ձեզ էլ օգնել, Но лучше, если вы сами будете этим բայց заниматься. ավելի լավ է, որ դուք ինքներդ դրանով զբաղվեք։ Но если серьезно, то во власти языка именно жизнь и смерть. Իսկ եթե ավելի լուրջ, ապա լեզվի ձեռքում է կյանքը եւ մահը։ И от плода уст человек наполняет чрево свое. Եվ շուրթերի պտուղից լցվում է մարդու ներսը։ Слова, которые ты сегодня говоришь, свою жизнь или жизнь своих близких, Այն խոսքերը, որ դու ասում ես քո կյանքի կամ քո սիրելիների կյանքում, это рельсы, по которым завтра будет катиться твоя жизнь. դա այն ճանապարհն է, որով գնալու է քո կյանքը։ Поэтому Петр предупреждает: будьте осторожны со словами. Դրա համար Պետրոսը զգուշացնում է. զգույշ եղեք, թե ինչ եք խոսում։ Наше призвание благословлять. Մեր կանչվածությունը օրհնելն է, Благословлять. օրհնելը, Высвобождать слово жизни, կյանքի խոսքեր դուրս բերելը, надежды, подъема, победы. հույսի բարձրացնելու հաղթանակի խոսքեր։ Это наше призвание с вами. Սա մենք կանչված ենք սրա մեջ, Потому что мы живем в мире постоянного ропота. որովհետև մենք ապրում ենք այն աշխարհում, որտեղ անընդհատ տրտունջ կա։ В любой стране, в любом месте
Где бы есть люди, они найдут, почему они недовольны. Ցանկացած երկրում, ցանկացած տեղում կան մարդիկ, ովքեր կգտնեն, թե ինչի համար դժգոհ են։ Я вспомнил сейчас, как ехал в Китай, и было жарко, в машине не было кондиционера. Հիշում եմ, որ Չինաստանով գնում էինք, վարում էինք մեքենայի մեջ էլ չկար օթորակիչը, Мы ехали с переводчиком, еще с братьями. եւ թարգմանիչներ մեզ հետ, եւ եղբայրներ կային, Китайский водитель решил как-то вызвать нас на разговор. եւ այդ չինացի վարորդը, որ չինացի էր, ինչ որ խոսակցություն էր ուզում մեզ հետ սկսել, Говорит, что в Китае все так плохо, եւ всё ասում էր, ужасно, որ Չինաստանում ամեն բան շատ վատ է, сплошная суета. ունայնություն է, Я говорю, послушай, дорогой, ты абсолютно прав. եւ ես պատասխանեցի, որ սիրելիս, դու բացարձակապես ճիշտ ես, բայց ուզում եմ ասել, որ ունայնությունը ամենուրեք է եւ Ռուսաստանում, եւ Եվրոպայում, եւ Ամերիկայում։ 20 տարի ես այդ ունայնության մեջ եմ ապրել, քանի դեռ չէի հանդիպել Քրիստոսին։ С того момента вся суета прекратилась. Եվ այդ ամբողջ ունայնությունը անհետացավ հենց այդ պահից։ Где бы я ни был, нет никакой суеты. Եվ որտեղ էլ որ լինեմ, չկա ու այդ ունայնությունը։ Да, да, я про христианство что-то слышал. Նա ասեց, այո, լսել եմ այդ քրիստոնեության մասին։ Послушай, я ничего тебе не говорю про христианство. Ասեցի, ես քեզ քրիստոնեության մասին չեմ Я խոսում։ говорю тебе про Христа, который умер за тебя, чтобы ты не погиб. Ես Քրիստոսի մասին եմ խոսում, որ քեզ համար մահացավ, որ դու И չմեռնես։ что ты сделаешь с ним? Եվ ինչ ես անելու։ Он говорит, что я должен сделать с ним? Նա ասում է, իսկ ինչ պիտի անեմ։ Я говорю, прими или отвергни. Ես ասում եմ, նրան ընդունիր կամ մերժիր։ И будешь спасен или погибшим. Եվ կամ կփրկվես, կամ կկործանվես։ Мы молились с ним вместе такси. Եվ մենք տաքսում մեջ նրա հետ միասին աղոթք արեցինք։ Я говорю, послушай, парень, я приехал с России. Ասում եմ, լսիր, երիտասարդ, ես Ռուսաստանից եկել եմ այստեղ։ Еду в эту жару в твоей машине, Եվ այս շոքին քո մեքենայով ճամփորդում եմ, чтобы ты спасся. որպեսզի դու փրկվես։ И ушла навсегда суета. Եվ ունայնությունը ընդմիշտ հեռացավ։ Он принял Христа, я очень рад. Одного китайца в жизни спас. Նա ընդունեց Քրիստոսին եւ ես շատ ուրախ եմ, որ մեկ հոգու գոնե փրկել եմ։ Հալելույա։ Да, Бог приводит нас через благословение других, Աստված потребляет нас. Աստված մեզ բերում է, քաշում է ուրիշների օրհնության միջոցով եւ օգտագործում է մեզ։ Я ведь получил то, что просил. Գաբեսը ստացավ այն, ինչ խնդրեց։ Он жаждал, и он просил. Նա փափագում էր եւ խնդրեց. Распространи мои пределы. Լայնացրու իմ սահմանները։ Каким-то образом он понял, что в его жизни может быть больше, чем он имеет. Ինչ որ կերպ նա հասկացավ, որ իր կյանքում կարող է ունենալ ավելին, քան որ ունի։ Каким-то образом он понимал, что у Бога есть что-то, что еще не пришло к нему. Ինչ որ կերպ նա գիտակցեց, որ Աստծո мոտ կա դեռ ինչ որ բան, որ դեռ չի եկել իր կյանքի մեջ։ Кто из вас верит, что у Бога есть больше для вас, чем вы? Ով է հավատում, որ Աստծո մոտ кա ավելին, քան որ ունեք հիմա։ Я верю, ты подниму. Аллилуйя. Ես իմ երկու ձեռքերն եմ բարձրացնում։ В Откровении сказано, что он отрет нам всякую слезу, когда мы придем. Հայտնության գրքի մեջ գրված է, որ նա կսրբի ամեն արտասուք, երբ մենք գնանք իր մոտ։ Один из братьев сказал, когда мы придем туда Եղբայրներից մեկն ասաց, որ երբ մենք гнանք այնտեղ и увидим, как много Бог даровал нам здесь на земле, եւ այնտեղից տեսնենք, թե ինչքան շատ է Աստված մեզ այստեղ ապարգևներ շնորհել, и мы не трудились, чтобы это принять, найти это. եւ մենք ջանք չենք գործադրել, որպեսզի дրանք վերցնենք, Вспомним, какую жизнь мы здесь вели. եւ հիշենք, թե ինչպիսի կյանքով ենք այստեղ ապրել։ Он говорит, у нас будет египетский плач. Մենք Եգիպտոսի ողբը կունենանք։ Мы могли жить другой жизнью. Մենք կարող էինք ապրել այլ кյանքով, Жизни постоянной победы. անընդհատ հաղթություններով Над լցված, грехом, над ложью дьявола. սատանայի ստի, մեղքի հանդեպ հաղթություններով, Над страхами, վախերի հանդեպ, թշնամությունների հանդեպ, наполненной надеждой. հույսով լցված կյանքով, Приходить действительно в Его присутствие. գալ նրա ներկայության մեջ, Исполняться Духом Святым. Սուրբ հոգով լցվել, Действительно, и выражая нашу радость и благодарность. արտահայտելով նրան մեր ուրախությունն ու մեր շնորհակալությունը, Переходя от силы в силу. փառքից փառք, զորությունից զորություն Быть անցնելով благословением для многих. եւ շատերի համար օրհնություն լինելով։ Я хочу напомнить вам историю за одного человека по имени Иаков. Հակոբ անունով մի մարդու մասին եմ ուզում ձեզ հիշեցնել։ Сколько из вас знает эту историю?
Ովքեր գիտեն այդ պատմությունը։ Прочитайте Бытие, если кто не знает, но я немного скажу об этом человеке. Ծննդոց գիրքը կարդացեք, եթե չգիտեք, բայց ինչ որ баներ խոսելու եմ այս մարդու У մասին։ Иакова был брат Исав. Հակոբը եղբայր ուներ, որի անունը Եսավ էր։ Иаков всегда стремился к благословению, Հակոբը միշտ ձգտում էր դեպի օրհնությունը, но он был вторым. բայց նա երկրորդն էր։ Его брат, который вышел из утробы матери первым, ему принадлежало благословение. Նրա եղբայրը, որ առաջինն էր ծնվել, ողջ օրհնությունը նրան էր պատկանում։ Они были близнецы, и он вышел вторым из утробы матери. Նրանք երկրորդն են եւ նա ուղակի նրանք երկվորյակներ են եւ նա երկրորդն էր ծնվել։ Ну, интересно посмотреть на двух этих парней. Շատ հետաքրքիր է այս երկու մարդկանց նայել։ Иногда у человека все есть. Երբեմն մարդն ունի ամեն բան, У него есть знания, գիտելիք у ունի, него есть позиция, преимущество, դիրք ունի, առավելություն ունի и он не пользуется этим. եւ նա չի օգտագործում, չի կիրառում դրան։ Кажется, ничего не имеет. Իսկ մյուսը թվում է ոչինչ չունի, Но он жаждет этого. բայց փափագում է դրանք Он ունենալ։ ищет благословения. Նա փնտրում է օրհնություններ։ Он идет на путь, чтобы обмануть отца. Նա փորձում է, որոշում է, որ հորը խափի։ Что он просит за этим благословением? Ինչ է ուզում այդ օրհնության О чем հետևում։ он просил? Ինչ է խնդրում իր հորը Իսահակին։ Дай мне больше стад, Տուր ինձ շատ հոտեր, дай мне больше серебра. արծաթ ավելի։ Нет, он просто говорит, высвободи слово, скажи. Նա ուղակի ասում էր, ոչ, Отец, скажи, հայր, скажи слова. օրհնության խոսք ասիր իմ կյանքում։ Евреям апостол Павел пишет, Եբրայեցիների թղթում գրված է. беспрекословно младший благословляется старшим. Անհերքելի է, որ կրտսերը մեծից օրհնվում է։ Будучи сыном, он просит отца, благослови меня. Որդի լինելով նա իր հորը խնդրում է, օրհնիր ինձ։ И отец благословляет его, Եվ հայրը օրհնում է նրան, потому что Иаков искусно подошел к нему. որովհետև շատ խորաման կերպով էր Հակոբը մոտեցել։ Գիտեք պատմությունը։ Прошло немного времени, Ев- и Исаак узнал, что он был обманут. Որոշ ժամանակ անց Իսահակը հայտնաբերում է, որ իրեն խաբել են, Он снова призывает Иакова եւ նորից կանչում է Հակոբին и благословляет его. եւ օրհնում է նրան։ Иаков отправляется к Лавану. Հակոբը գնում է Լաբանի մոտ, Он оставляет свой дом, потому что боится мести брата. թողնելով իր տունը, որովհետև վախ կար, որ եղբայրը վրեժխնդիր կլինի։ Иаков на пути видит видение, Հակոբը ճանապարհին տեսիլք է տեսնում, видит лестницу սանդուղք է տեսնում, от земли до небес, որ երկրից մինչև երկինք էր слышит գնում, слова благословения. օրհնության խոսքեր է լսում, И так начинается его жизнь. եւ այսպես սկսվում է նրա Он կյանքը։ женится, Ամուսնանում է, у него жены, дети, կանայք ուներ, երեխաներ, стада, серебро, золото. արծաթ, ոսկի, ոչխարների հոտեր, Благословен Иаков. օրհնված է Հակոբը։ Благословен. Այո, Он օրհնված է։ говорит, я с одним посохом, с одной палкой перешел поток. Ասում են, А ես теперь у меня стада. մի ձեռնափայտով եկա այստեղ եւ հիմա հեռանում եմ այստեղից ստրուկներով, հոտերով, ոսկով ու արծաթով, կանայք, երեխաներ։ И Бог приходит к Иакову. Եվ Աստված գալիս է Հակոբին այցելության։ Возвращайся в свой дом. Ասում է վերադարձիր քո տուն։ Иаков идет, Հակոբը գնում է, встречает ангелов. հանդիպում հրեշտակների, Его это вдохновляет. դա ոգեշնչում է նրան, Благословенный Иаков. օրհնված է Հակոբը։ Это тоже есть благословение. Սա նույնպես օրհնություն է։ И он посылает послов своему брату. Եվ դեսպաններ է ուղարկում իր եղբոր մոտ։ Хотя прошло больше 20 лет, но он знает, что он очень жестоко поступил своим братом. Արդեն 20 տարի էր անցել, բայց գիտեր, որ շատ վատ էր վարվել իր եղբոր հետ։ Но он надеется, что время все вылечит. Բայց հույս ունի, որ ժամանակն ամեն ինչ բուժել է։ Часто говорим, время лечит, Մենք հաճախ ենք ասում, ժամանակը բուժում է, время не лечит, ժամանակը չի բուժում, время не лечит. ժամանակը չի բուժում։ Господь. Տերն է բժշկողը։ Ամեն։ Он говорит через послов, брат мой, Бог благословил меня, у меня всего много. Եվ այդ դեսպանների միջոցով որ ուղարկել էր եղբորն ասում է. Եղբայրս Աստված ինձ օրհնել է եւ ես շատ հարուստ եմ։ Я возвращаюсь домой. Եվ տուն եմ վերադառնում։
Возвращаются вестники и говорят, не сказали все, что ты повелел. Եվ այս մարդիկ հետ են վերադառնում իր մոտ եւ ասում են. Ինչ որ ասել ես, այդպես փոխանցել ենք Он եղբորդ։ так обрадовался, Այնքան է ուրախացել եղբայրը, что взял 400 мужиков, որ 400 մարդ վերցրեց, вооружил их и идет обниматься с тобой. զինեց նրանց եւ գալիս է քեզ հետ ողջագուրվելու։ Помните, что там сказано? Գիտեք, հիշում եք ինչ է գրված։ Это сильно Яков. Գրված է, որ Հակոբը շատ խիստ վախեցավ։ Знаете, мы имеем порой благословение. Գիտեք, մենք երբեմն ունենում ենք օրհնություն։ Благословение, мы заработали. Դա իրոք օրհնություն է, մենք վաստակել ենք Мы դա։ идем по воле Божией и делаем что-то по воле Божией. Եվ գնում ենք Աստծո կամքով ինչ որ բան ենք անում։ И вдруг мы сталкиваемся с чем-то, Եվ բախվում ենք մի ինչ որ բանի, что наше благословение не может покрыть, որ մեր օրհնությունը այդ խնդիրը չի կարող ծածկել։ с которой мы столкнулись. Այդ խնդիրը, որին բախվել ենք, Яков этого не ожидал. Հակոբը չէր սպասում սա։ Мог рассчитывать на что угодно, Նա ամեն բանի պատրաստ էր, но только не на такую встречу. բայց ոչ այսպիսի հանդիպման։ Но он на то и Яков. Բայց հենց Հակոբն է նա, Переводится как запинающий, որ թարգմանվում է который Мартынчок. нападает сзади. как գոտե մարտող, մեջքից հարվածող, лукавый. խորամանկ։ Знаете, мы думаем, ну нет. Ասում ենք ոչ, մենք Հակոբը չենք, Но у каждого из нас Բայց- наш ветхий человек, наша природа греховная на Яков. բայց մեզանից յուրաքանչյուրի հին մարդը, այդ մեղավոր բնույթը Հակոբինն է։ Мы, может быть, не нападаем физически за спиной, Մենք գուցե ֆիզիկապես մեջքից չենք հարվածում, но когда мы говорим за спиной, բայց երբ մեջքի հետևում խոսում ենք, это то же самое. նույն բանն է սա։ Аминь. Ամեն։ Яков делает все, что может. Հակոբն անում է ամեն ինչ հնարավոր է։ Вдруг мозги заработали. Հանկարծ նրա ուղեղը սկսեց աշխատել։ 200 козлов, 200 коз, там И- верблюдов, и- коров. Начинает Կովեր, посылать там. ոչխարներ, հոտի հետևից, այծեր նա ուղարկում է իր եղբորը։ Все навстречу брату. Ամեն բան իր եղբորն ընթառաջ։ Если то, что сердце его изменит. Հույս ունենալով, որ սա կփոխի նրա սիրտը։ Сделал все, что мог, Ամենն արեց ինչ կարող էր, но он понимает, բայց հասկանում է, что вопрос не решен. որ խնդիրը լուծված չէ։ Яков знает одну тайну. Մի գաղտնիք գիտեր նա։ Благословение может все изменить. Օրհնությունը կարող է ամեն բան փոխել։ Ты знаешь, что благословение может изменить твою ситуацию Գիտես, որ օրհնությունը կարող է քո իրավիճակը փոխել, в твоей семье, քո ընտանիքում, в бизнесе, քո в բիզնեսում, твоем служении, քո ծառայության մեջ, с врагами или с друзьями. թշնամիների թե ընկերների հետ, Благословение сильно может изменить все. օրհնությունը շատ խիստ կարող է փոխել ամեն բան։ Сказано, Иаков остался один, Եվ գրված է, որ Հակոբը մնաց մենակ, и до появления зари боролся с кем-то. եւ մինչ արևը ծագելը ինչ որ մեկի հետ մարտնչում էր։ У пророка Осии сказано, он сильно плакал и умолял Бога, Ովսե մարգարեն ասում է, որ շատ խիստ լացում էր նա եւ աղաչում էր Աստծուն, чтобы Бог благословил его. որ Աստված օրհներ իրեն։ Странный человек Иаков. Շատ տարօրինակ մարդ է Հակոբը։ Может быть, нужно попросить, чтобы прислал Бог, по крайней мере, несколько ангелов с мечами. Գուցե պետք էր Աստծուն խնդրել, որ գոնե մի քանի հրեշտակ սրերով զինված ուղարկի, Но Иаков говорит, благослови. բայց Հակոբն ասում է. օրհնիր ինձ։ Иаков, тебе угрожают расправой. Քեզ վտանգ է սպառ, քո կյանքին վտանգ է սպառնում Հակոբ։ Какой толк в этом благословении? Ինչի՞դ է պետք օրհնությունը։ Но Иаков не отступает. Բայց Հակոբը հետ չի նահանջում։ И ангел спрашивает, как имя твое? Եվ հրեշտակը հարցնում է. ինչպես է քո անունը։ По-прежнему ли ты нуждаешься? Առաջվա պես կարիք ունես։ Когда-то он назвался чужим именем. Մի ժամանակ նա օտար անունով էր Когда անվանվում։ спрашивал отец, как имя твое? Երբ հայրը նրան հարցրեց. ինչպես է քո անունը, Прежде чем тот благословлял его, նախքան նրան օրհնելը, потому что Библия говорит, что Исаак в то время был слеп, եւ որովհետեւ Աստվածաշունչն ասում է, որ Իսահակը այն ժամանակ կույր էր, но он говорит, мое имя Исав. բայց Հակոբը այդ ժամանակ պատասխանում է. իմ անունը Եսավ է։ Исаак сказал, голос Иакова, а
руки Исава. Իսահակն ասում է ձայնը Հակոբի ձայնն է, բայց ձեռքերը Եսավի ձեռքերն են։ Мы иногда похожи так сильно на святых, Մենք շատ անգամ այնքան նման ենք սուրբերի, а иногда мы сами себя не узнаем. այնքան որ երբեմն ինքներս մեզ չենք ճանաչում։ Иногда голос у нас голос Иакова, Երբեմն մեր ձայնը Հակոբի ձայնն է, а руки Исава. իսկ ձեռքերը Եսավի։ И мы страдаем и мучимся от этого, Մենք տառապում ենք դրա պատճառով, но мы не хотим уходить куда-то от Бога. բայց չենք уզում Աստծուց հեռանալ։ И мы понимаем, нам нужны перемены. Եվ գիտենք, որ մենք փոփոխության կարիք ենք զգում։ Иаков снова слышит этот вопрос. Как имя твое? Եվ Հակոբը այժմ կրկին լսում է այս հարցը. Ինչպես է քո անունը։ Он говорит, Иаков. Եվ ասում է այս անգամ Հակոբ։ И ангел говорит, отныне ты будешь называться Израиль. Իսկ հրեշտակն ասում է. Այսուհետև քեզ կկոչեն Իսրայել, Что значит князь у Бога. որ նշանակում է Աստծո իշխան։ И все. Եվ վերջ, И все. վերջ։ А как быть с этой армией 400 человек? Իսկ ինչ պիտի անենք այդ զորաբանակի հետ, որ 400 մարդով զինված գալիս են։ Кто скажет Исаву, что я теперь уже не Иаков, я Израиль? Ով կասի Եսավին, որ ես այլևս Հակոբը չեմ, այլ Իսրայել է։ Кто скажет ему, что ты уже христианин, христианка, ты уже больше так Ով կասի, поступаешь, как поступала ով когда-то? կասի նրան, որ դու հիմա քրիստոնյա ես, հավատացյալ եւ այնպես չես ապրում, ինչպես ապրել ես։ Иаков идет навстречу Исаву, Հակոբը գնում է Եսավին ընթառաջ и происходят странные вещи. եւ շատ տարօրինակ բաներ են կատարվում։ Вдруг Исав спрыгивает с коня, Հանկարծ Եսավը թրջում է, ցած է իջնում ձիուց бежит навстречу Иакову, եւ վազելով գալիս է Հակոբին ընթառաջ։ повис у него на шее, плачет и целует. Փաթաթվում է նրա վզովն ընկնում եւ լացում։ Как могло так получиться, Ինչպես կարող էր այսպես լինել։ что тот, который угрожал расправой, Այն մարդը, որ սպառնում էր, որ կոտորած կանի, 20 лет ждал этого момента. 20 տարի սպասել էր այս պահին, И когда пришел этот момент, եւ երբ արդեն հասավ այդ պահը, повис у Иакова на шее, плачет и целует. նրա վզովն է ընկել, համբուրում է ու լացում։ Всего лишь навсего. Պարզապես Благословение. օրհնություն, Благословение. օրհնություն։ Знаете, мы иногда сильно принизили благословение. Գիտեք, մենք երբեմն շատ ցածրացնում ենք օրհնությունը։ Ничего не стоит. Կարծում ենք, թե դրա հետևում ոչինչ չկա։ Пройдет время, Иаков будет благословлять своих детей. Կանցնի ժամանակ եւ Հակոբը կորհնի իր զավակներին։ И он скажет о Рувиме, что ты не будешь первенствовать, потому что ты бушевал. Եվ Ռուբենի մասին կասի, քանի որ դու ապստամբ ես, դու առաջնեկություն չես ունենա։ И о Левии и Симеоне, о том, что они сделали много зла, и Иаков не будет. Եվ Ղևիի ու Սիմոնի մասին կասի, որ դուք շատ չարիք եք գործել Бог рассеет в Израиле. եւ պիտի ցրվեք ամբողջ Իսրայելով մեկ։ И когда мы будем читать Второзаконие, 32 главу, Եվ երբ երկրորդ օրինաց 32-րդ գլուխը ընթերցենք, когда спустя уже 400 лет որ խոսում է նրա մասին, որ արդեն 400 տարի էր անցել Моисей благословляет Израиль, եւ Մովսեսն է օրհնում Իսրայելը, мы услышим слова, которые Моисей скажет о колене Рувимова. եւ կլսենք կընթերցենք այն խոսքերը, որ Մովսեսն ասում էր Ռուբենի ցեղի մասին։ Живет Рувим и да не умирает. Թող ապրի Ռուբենը եւ չմահանա։ Потому что за 400 лет колено Рувимова стало уменьшаться, оно вымирало. Որովհետև 400 տարիների ընթացքում Ռուբենի ցեղը քչացել էր եւ ահա մահվան եզրին էր։ Обращенный отец сказал когда-то эти слова. Տրտմած հայրը երբեմն այդ խոսքերը ասել էր։ Мы увидим, что колено Симеонова вообще растворилось, о нем нет ни Եվ տեսնում ենք, որ Սիմոնի ցեղը, Շմավոնի ցեղը ընդհանրապես ձուլվել էր եւ նրա մասին խոսք չկա։ Так много значит, какое благословение мы имеем. Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ օրհնություն մենք ունենք։ За то, что мы говорим жизнь наших близких. Եվ մեծ պատասխանատվություն կա այն խոսքերի մեջ, որ մենք մեր հարազատների, մեր սիրելիների հասցեին ասում ենք։ Но я хочу показать вам другое основание благословения, Մեկ այլ տեղ եմ ուզում ցույց տալ հիմքի մասին которое мы օրհնության, имеем с вами. որ մենք ունենք։ Послание к Галатам, 3 глава. Գաղատացիներ 3-րդ գլուխ
Дабы, 14 стих, 14-րդ խոսք։ дабы благословение Авраамова через Христа Иисуса распространилось на язычников, Որ Աբ รา համի օրհնությունը հեթանոսների մեջ լինի Քրիստոս Հիսուսով, чтобы нам получить обещанного Духа верою. որ մենք Սուրբ Հոգու խոստմունքն ընդունենք հավատքով։ Давайте еще несколько слов из этой главы прочитаем. Եկեք այս գլխից եւս մի քանի խոսք ընթերցենք։ 6 стиха. 6-րդ խոսքից։ Так Авраам поверил Богу, и это вменилось ему праведность. Ինչպես որ Աբ รา համը հավատաց Աստծուն եւ այն նրա համար արդարություն համարվեցավ։ Послушай, мой брат и сестра, когда мы с Լսիր, тобой поверили Богу, Իմ քույրս, Христос послан им, чтобы спасти нас, քույրս եւ եղբայրս, нам праведность. Аминь. երբ մենք հավատացինք, որ Քրիստոս ուղարկված է, որ փրկի մեզ, սա, երբ մենք հավատացինք, սա մեզ արդարություն համարվեց։ Познайте, что верующие суть сыны Авраама. Ուրեմն գիտացեք, թե նրանք, որ հավատքիցն են, նրանք են Աբ รา համի որդիներ։ И Писание, приводя, что Бог, провидя, что Бог верою оправдает язычников, Գիրքն էլ առաջուց գիտենալով, որ Աստված հավատքիցն է արդարացնում հեթանոսներին, предвозвестило Аврааму, что в тебе благословятся все народы. Առաջուց Աբ รา համին խոստացավ, թե քեզանում պիտի օրհնվեն բոլոր ազգերը։ Итак, верующие благословляются с верным Авраамом. Ուրեմն նրանք, որ հավատքիցն են, օրհնվում են հավատացյալ Աբ รา համի հետ, Дабы благословение Авраамова через Христа Иисуса распространилось на язычников. որպիսի Աբ รา համի օրհնությունը Հիսուս Քրիստոսի միջոցով տարածվի հեթանոսների վրա։ 26 стих. Ибо все вы, сыны Божии, по вере во Христа Иисуса. 26-րդ խոսք, որովհետև ամենքդ Աստծո որդիք եք Քրիստոս Հիսուսի հավատքով։ Все вы во Христа крестившиеся, во Христа облеклись. 27, 28, дальше. Վասնզի ամենքդ, որ Քրիստոսումը մկրտվեցաք, Քրիստոսին հագած եք։ Нет уже ни иудея, ни язычника, ни раба, ни свободного, ни мужского пола, ни женского, ибо все вы одно во Христе Иисусе. Այլևս ոչ հրեա եւ ոչ հույն, ոչ ծառա կա, ոչ ազատ, ոչ արուկա եւ ոչ եք, որովհետեւ դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսումը։ Если же вы Христовы, то вы семя Авраамова и по обетованию наследники. Ապա եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբ รา համի զավակ եք եւ խոստմունքի համեմատ ժառանգներ։ Из 4 главы 6 и 7 стихи. 4 гլխից А как вы сыны, то Бог послал в сердца ваши духа сына своего, вопиющего об Отче. 6 Да, 4 глава 6 и 7 стих. Եվ որովհետև դուք որդիք եք, Աստված իր որդու հոգին ուղարկեց ձեր սրտերի մեջ, որ աղաղակում է Աբբա հայր։ Ուրեմն 7 тоже, да? Поэтому ты уже не раб, но сын, а если сын, то наследник Божий через Иисуса Христа. Ուրեմն այլևս ծառա չես, այլ որդի, եւ եթե որդի, Աստծո ժառանգել Քրիստոսով։ Аминь. Ամեն։ Бог дал нам свидетельство в сердца наши, Աստված մեր սրտերի մեջ վկայություն է դրել, что мы его сыны. որ մենք նրա զավակներն ենք։ Но знаете, этому предшествовало основание. Բայց дրան նախորդել էր հիմքը։ Я хочу последнее место прочитать и вспомнить, что значит благословение Авраамова, которое стало нашим с вами благословением. Եվ վերջին հատվածն եմ ուզում ընթերցել, որ խոսում է այն մասին, թե ինչ է այդ Աբ รา համի օրհնությունը, որ դարձավ մեր Это օրհնությունը։ Бытие 22 главе. Ծննդոց 22-րդ գլուխ։ Когда Авраам пытался принести своего сына Исаака в жертву. Երբ Աբ รา համը պատրաստվում էր իր որդի Իսահակին զոհաբերել։ Давайте с 9 стиха прочитаем. 9-րդ խոսքից ընթերցենք։ И пришел на место, о котором сказал ему Бог, и устроил там Авраам жертвенник, и разложил дрова, и связал сына своего Исаака, и положил его на жертвенник поверх дров. И простер Авраам руку свою, и взял нож, чтобы заколоть сына своего. Եվ եկան այն տեղը, որ Աստված նրան ասել էր, եւ Աբ รา համը այն տեղը սեղան շինեց, եւ փայտերը շարեց, եւ իր որդի Իսահակին կապեց սեղանի վրա, դրավ նրան փայտերի վրայից, եւ Աբ รา համն իր ձեռքը մեկնեց եւ դանակն առավ, որ իր որդուն մորթե։ Но ангел Господень возвал к нему с неба и сказал: Авраам, Авраам. Он сказал: вот я. Եվ Եհովայի հրեշտակը երկնքից նրան ասեց. Աբրահամ, Աբրահամ, եւ նա ասեց. Ահա ես։
ангел сказал: не поднимай руки твои на отрока, не делай над ним ничего, ибо теперь я знаю, что ты боишься Бога и не пожалел сына твоего, единственного твоего для меня. Եվ նա ասեց. Ձերքդ տղային մի դիպցնիր եւ նրան մի բան մի անիր, որովհետեւ հիմա իմացա, որ դու Աստվածանից վախենում ես եւ քո մեկ հատիկ որդին ինձանից չխնայեցիր։ Из 15 стиха. И вторично возвал к Аврааму ангел Господень с неба. Եվ 15-րդ խոսքը. Եվ Եհովայի հրեշտակն երկրորդ անգամ երկնքից Աբրահամին կանչեց։ И сказал: мною клянусь, говорит Господь, Եվ ասեց. Ինձանով երթում եմ անում, ասում է Եհովան, что так как ты сделал сие дело и не пожалел сына твоего, единственного твоего, Եվ ասեց. Ինձանով երթում եմ անում, ասում է Եհովան, որովհետև դու այս բանն արիր եւ քո մեկ հատիկ որդին չխնայեցիր, то я благословляю, благословлю тебя. քեզ օրհնելով կորշնեմ, И умножая, умножу семя твое, как звезды небесные, եւ քո սերունդը երկնքի աստղերի եւ ծովեզերքում լինող ավազի պես как песок на берегу моря. շատացնելով կշատացնեմ, Овладеет семя твое городами врагов твоих. եւ քո սերունդը իր թշնամիների դուռը կժառանգե, И благословятся в семени твоем все народы земли за то, что ты послушал голоса моего. եւ երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կորշնվեն, նրա համար, որ իմ ձայնին ականջ դրիր։ Представьте себе ситуацию, которая происходила на горе Мария. Փորձեք պատկերացնել Մորիա լեռան վրա տեղի ունեցող այդ Я իրավիճակը։ думаю, что были собраны все ангелы, Հավատում եմ, որ բոլոր հրեշտակները այնտեղ հավաքվել էին, потому что что-то невероятное происходило там. որովհետև անհավանական մի բան էր տեղի ունենում Все այնտեղ։ наблюдали за человеком, который 25 лет ожидал себя ребенка. Նրանք բոլորը հետևում էին մի մարդու, ով 25 տարի սպասել էր երեխա ունենալուն, Он был для него дороже собственной жизни. եւ այդ երեխան նրա համար իր կյանքից թանկ էր։ И когда он получил этого ребенка, и когда этот ребенок подрос, Եվ երբ այդ երեխան ծնվեց եւ մեծացավ, Бог говорит: послушай, дай это мне. Աստված ասում է՝ «Տուր ինձ նրան»։ Он шел 3 дня до этой горы. 3 օր ճանապարհ էր անցել մինչև այդ У սարը։ него было время передумать. Նա ժամանակ ուներ, որպիսի միտքը փոխի։ Знаете, Бог смотрел на этого человека. Աստված նայում էր այդ մարդուն, И Бог радовался, что в сердце этого мужчины есть такая верность и преданность. եւ Աստված ուրախանում էր, որ այս մարդու, այս տղամարդու սրտում այսքան հավատք ու նվիրվածություն կա։ И когда он готов уже был это сделать, Եվ երբ Աբրահամ արդեն պատրաստ էր դա անել, Бог заговорил: Աստված խոսեց. стой, Авраам. Կանգնիր։ Знаете, я думаю, что эта ситуация, она благословила самого Бога. Գիտեք, հավատում եմ, որ այս իրավիճակը օրհնություն էր Աստծո համար։ Бог знал, что пройдут века, Աստված գիտեր, որ դարեր կանցնեն, и ему предстоит отдать собственного сына, եւ նա ինքը Աստված ստիպված է լինելու իր որդուն տալ, которого он не восхитит от креста, որին ուղակի չի փրկի այդ խաչի մահից, который будет на кресте, որ կլինի խաչի վրա, который будет умирать, որ կմահանա այնտեղ, будет молить Отца: կխնդրի հորը, прости им, ибо не знают, что делают. որ ների, հայրների իր նրանց, որովհետև չեն հասկանում ինչ են անում, Он знал, что должен будет его оставить. եւ գիտեր Աստված, որ թողնելու է իր որդուն։ Вы помните, как Христос говорит: отче, отче, для чего ты оставил меня? Հիշում եք այն, որ Հիսուս խնդրեց, ասեց. Հայր, ինչու ինձ թողեցիր։ Я думаю, что-то невероятное в духе самого Бога происходило. Հավատում եմ, որ ինչ որ бан Աստծո հոգու մեջ տեղի էր ունենում։ Может быть, это по-своему как-то благословило его. Անհավանական մի բան, որ չգիտեմ ինչպես օրհնություն էր նրա Какая համար։ преданность. Այսպիսի նվիրվածություն։ Мне кажется, Бог кричал на все небеса и на всю вселенную: Հավատում եմ, կարծում եմ, որ Աստված ուղակի բղավեց ամբողջ տիեզերքով մեկ։ Авраам, Աբրահամ, Авраам, Աբրահամ, так как ты сделал это քանի որ արեցիր и не այս пожалел եւ չխնայեցիր единственного твоего, քո միակ զավակին, то благословляя, благословлю тебя. ապա օրհնելով օրհնելու եմ քեզ։ Благословляя, благословлю тебя. Օրհնելով օրհնելու եմ քեզ։ Если Бог скажет только благословляя, этого уже будет больше, чем в Եթե океане Աստված воды. միայն ասեր օրհնում եմ, դա ամբողջ օվկիանոսի Но Бог ջրերից ավելի говорит: я մեծ не կլիներ։ остановлюсь в благословениях. Բայց Աստված ասում է, չեմ դադարելու քեզ օրհնելուց։ Ты станешь благословением для всех народов. Դու բոլոր ազգերի համար օրհնություն ես լինելու։
Ты станешь примером для подражания. Դու օրինակ ես լինելու, որին պետք է հետևեն մարդիկ։ Ты будешь иметь успех. Հաջողություն ես Ты ունենալու։ будешь побеждать врагов. Հաղթելու ես քո թշնամիներին։ Ты будешь умножаться, как песок на берегу моря. Բազմապատկվելու ես ու շատանալու ինչպես ավազի ծովը, ծովի ավազը, Потому что ты сделал это. որովհետև արեցիր սա։ Это то благословение, Սա այն օրհնությունն о է, котором апостол Павел пишет Галатам. որի մասին Благословение Авраамова. Պողոս առաքյալը գրում է Գաղատացիներին Աբրահամի Քրիստոս օրհնությունը Իսուսը։ Հիսուս Քրիստոսի Оно միջոցով приходит и к тебе. գալիս է քեզ վրա, Когда ты приходишь к Богу, երբ дու գալիս ես Աստծուն, понимаешь, что у тебя только одна жизнь. հասկանում ես, որ միայն մեկ կյանք է И քեզ никто не տրված, хочет прожить ее напрасно. եւ ոչ ոք չի ուզում անիմաստ ապրել И ты այն։ говоришь: Боже, я отдаю тебе мою жизнь. Եվ դու ասում ես Աստված իմ, ես իմ կյանքը տալիս Я եմ верю քեզ։ тебе. Ես հավատում եմ քեզ։ Я посвящаю свою жизнь тебе. Ես իմ կյանքը նվիրաբերում եմ քեզ։ Беззаветно я отдаюсь тебе. Անմնացորդ նվիրվում եմ քեզ։ Бог говорит: так как ты делаешь это, Աստված ասում է, Я քանի որ благословлю- անում ես սա, я благословлю тебя с верным Авраамом. ես քեզ իմ հավատարիմ Как Աբրահամի հետ я օրհնելու благословил եմ, этого мужчину, ինչպես այդ տղամարդուն так օրհնեցի, я благословлю тебя. այդպես քեզ եմ օրհնելու։ Не важно, что ты язычник, Կարևոր չի, որ դու հեթանոս ես, потому что он сказал: в семени твоем благословятся все племена земные. որովհետև նա ասեց քո սերմի մեջ, քո սերունդի մեջ օրհնվելու են Մի- բոլոր Не ազգերը важно, из աշխարհի։ какого ты народа. Կարևոր չի դու որ ազգից ես, Но если ты веришь мне, բայց եթե դու ինձ հավատում ես, если ты посвящаешь свою жизнь мне, եթե դու քո կյանքը ինձ ես ты նվիրաբերում, будешь жить побеждая. դու ապրելու ես հաղթելով, Ты будешь жить распространяясь. դու ապրելու ես տարածվելով։ Я слышал на вашем празднике, как все начиналось с небольшой группы. Ես այս տոնակատարության մասին, որ տոնեցինք, լսել եմ, որ մի փոքր խմբից է ամեն ինչ սկսվել։ 15 лет это совсем небольшой срок. 15 տարին դա մեծ ժամանակաշրջան չէ, Но сколько через это служение изменилось судеб? բայց քանի ճակատագրեր են փոխվել այս ծառայության միջոցով, Сколько людей примирились с Богом через вас? որքան մարդիկ են հաշտվել Աստծո հետ ձեր միջոցով, Некоторые из них уже на небесах. որոնցից ոմանք արդեն իսկ երկնքում Некоторые են, рассеялись по земле. ոմանք տարածվել են ամբողջ աշխարհով մեկ, Но от того, что кто-то был послушен и посвящен Богу, բայց նրա շնորհիվ, որ ինչ որ մեկը հնազանդ էր Աստծուն, подавая пример словом и делом, որ խոսքով եւ գործով օրինակ էր ծառայում, благословение Авраамова, Աբրահամի օրհնությունը оно продолжает распространяться, տարածվում է, շարունակում է տարածվել, принося жизнь вечную, հավիտենական կյանքի պարգևը տալով, совершенно изменяя наши планы и цели, բացարձակապես փոխելով մեր ծրագրերն ու նպատակները принося нам настоящую радость. եւ իրական երջանկություն, ուրախություն Где бы բերելով мы ни մեզ, были, որտեղ էլ որ в լինենք, изобилии или в скудости, առատության թե նեղության մեջ, в болезни или в здоровье, հիվանդության թե առողջության много у нас մեջ, или мало, շատ ունենք թե քիչ, это радость внутри нас. այդ ուրախությունը մեր ներսում От է, того, что мы благословенны. քանի որ մենք օրհնված Вместе с ենք Авраамом. Աբրահամի հետ Через միասին, Христа Иисуса. Քրիստոս Հիսուսի Վաստա իմու միջոցով, սլավը։ նրան փառք տուր, Воздай ему славу. փառք տուր նրան, Аллилуйя. ալելույա, Аллилуйя. ալելույա, Ты распространитель этого благословения. դու այդ օրհնության տարածողն ես, Это наша ответственность. սա մեր պատասխանատվությունն է, Говорить о нашем царе. մեր թագավորի մասին Быть խոսել, восстановителем многих поколений. շատ սերունդների վերականգնողը լինել, Сколько из вас в первом поколении христиане? ովքեր են որ Евангельские христиане в первом поколении. ավետարանական հավատացյալ են առաջին սերնդում, այսինքն հենց իրենք են ապաշխարել եւ ոչ թե իրենց ծնողները։ Посмотрите. Вы те, через которые это благословение будет распространяться в следующее Դուք поколение. նրանք եք, որ հաջորդ սերունդներին փոխանցելու եք այդ օրհնությունը։ Если продлится жизнь. Если продлится жизнь. Եթե կյանքը Вы те, которые շարունակվի, сегодня распространяете это благословение среди родных и близких. դուք նրանք եք, որ այդ օրհնությունը տարածում եք ձեր հարազատների ու բարեկամների շրջանում, Потому что благословение Господне, որովհետև Աստծո օրհնությունը оно обогащает հարստացնում է и печали не приносит. եւ տրտմություն չկա նրա հետ։ Оно обогащает небесами.
Նա հարստացնում է երկնայինով, Оно обогащает самим Богом, Աստծով է հարստացնում, который приходит в сердца наши որ գալիս է մեր и սրտերի дает մեջ нам свой дух, եւ իր հոգին է տալիս как մեզ, лучшее свидетельство и доказательство, որպես լավագույն վկայություն եւ ապացույց, что мы Его. որ մենք նրանն ենք։ Поэтому нас ждет небесный Иерусалим. Դրա պատճառով է, որ մեզ սպասում է երկնային Я Երուսաղեմը։ думаю, когда мы встретимся, мы обнимемся, скажем, как хорошо, что мы поверили вместе с Авраамом. Կարծում եմ, որ այնտեղ եթե հանդիպենք, ողջագուրվելու ենք եւ ասելու ենք, ինչ լավ է, որ Աբրահամի հետ միասին Как хорошо, հավատացին։ что мы отдали своего Исаака на жертвенник. Ինչ լավ է, որ մեր Իսահակին տվեցինք զոհաբերության։ Мы отдали свои жизни, свои сердца. Մեր կյանքերը տվեցինք, մեր սրտերը դրեցինք Мы զոհասեղանին счастливы. եւ երջանիկ Мы ենք։ будем продолжать следовать за Ним. Եվ շարունակելու ենք հետևել Давайте նրան։ мы Ամեն, встанем. եկեք ոտքի կանգնենք։ Аллилуйя. Հալելույա։